Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է պահել իր դիտարժանությունը, իրադարձություններն օր-օրի ավելի լարելով ու սյուժետային գծերը մշտապես թարմացնելով նոր գաղտնիքներով, բացահայտումներով ու մարդկային դրամաներով։ Աննան վերջապես պարզում է, որ Հենրիին այս պահին գտնվում է Պաքրատի մոտ, մի մարդու, ով բոլորին փորձում է համոզել, թե հանդես է գալիս որպես սիրող ու հոգատար պապիկ, սակայն իրականում բոլորն արդեն հասկացել են նրա նպատակը խորամանկ ու վրեժխնդրական խաղ է։ Նա Հենրիին տեսնում է որպես կարևոր գործիք իր ձեռքում շախունցների ընտանիքի դեմ պայքարի համար։ Այս պահից սկսած ամեն ինչ սկսում է նոր ուղղությամբ շարժվել։ Հենրին, ով դեռ չի կասկածում Բագրատի իրական նպատակներին, դառնում է վտանգավոր խաղաքարտ այդ ընտանիքի դեմ, որի կողքին նա մեծացել է։ Աննայի մտավախություններն ավելանում են։ Նա վախենում է, որ Բագրատը կարող է օգտագործել Հենրիի կենսաբանական մայրության գաղտնիքը, որպեսզի վերջնականապես քայքայի նրանց ընտանիքը։ Իսկ սա արդեն կբերի շոկային բացահայտումների մի պահ, երբ ոչ միայն Հենրին կկորցնի վստահությունը, այլ նաև ինքնությունը։ Միաժամանակ Միքայելը խոցելի պահին խոստովանում է Աննային, որ հենց իրենք են եղել այն մարդիկ, ովքեր կազմակերպել են Հենրիի անկողնում անծանոթ աղջկա հայտնվելը, նպատակ ունենալով բաժանել Հենրիին ու Անգելինային։ Այս բացահայտումը ցնցում է Աննային, ով արդեն բավականին մեղավոր ու ճնշված էր այս պատմության մեջ։ Նա չի կարողանում լռել ու որոշում է պատմել ճշմարտությունը հենց Անգելինային։ Անգելինայի արձագանքը, սակայն, դեռ մնում է անորոշ, արդյոք նա կների Հենրիին, իմանալով, որ դա խորամանկ ծրագիր էր, թե արդեն ուշ է, և նա էլ սկսում է կասկածել բոլորին իր շուրջ, հատկապես հիմա, երբ Անգելինայի կյանքում ամեն ինչ խառնվել է իրար։ Մի բան պարզ է՝ սերիալում նոր լարված գծեր են սկսվում հուզական և հոգեբանական բարդություններով։ Հեռուստադիտողներն արդեն խոսում են, որ Հենրիի կողմից Բագրատի կողմ անցնելը կարող է լինել կարճաժամկետ, և հենց նա էլ կարող է ներսից կոտրել նրա ծրագրերը։ Սակայն մինչ այդ սպասվում են բազում բացահայտումներ, ներքին դրամաներ և ամենաուշագրավ զարգացումները ինչպես շախունցների ընտանիքի, այնպես էլ Հենրիի կենսաբանական ծագման վերաբերյալ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։ Գրեք նաև տեսանյութի մեկնաբանություններ դաշտում, ինչ եք կարծում, Բագրատը պարզելու է Հենրիի համար, թե ով է նրա իսկական մայրը, և ինչ նպատակով է Հենրիին իր տուն տարել։ Բնականաբար այս ամենը բարի նպատակներ չունի։ Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ չմոռանաք գրել ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների և իհարկե կերպարների մասին։ Գրեք նաև, թե որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ նախորդ սերիաներից մեկում Անգելինան գտավ փաստաթղթեր, որից պարզ է դառնում, որ նրա ծնողներն անպտղությամբ են տառապում, և բնականաբար Անգելինայի մոտ որպես գիտակից աղջիկ հարց է առաջանում, թե ով է ինքը և ով են իր իրական ծնողները։ Նա հետաքրքրվում է, փնտրտում այն հիվանդության մասին, որով տառապում են նրա ծնողները։ Եվ բնականաբար նրա մոտ հարց է առաջացել, թե ինչու է ընտանիքի միակ երեխան։ Այս ամենը բերելու է նրան, որ նա վերջապես պարզելու է իր իրական ծնողների մասին։ Բայց ինչպես Դիանա Գրիգորյանն արդեն նախորդ տեսանյութերից մեկում խոստովանել էր, Անգելինան մեկնում է երկրից։ Թե որն է Անգելինայի երկրից մեկնելու նպատակը և արդյոք նա մեկնում է իր ծնողների հետ, թե միայնակ, ցույց կտա ժամանակը, բայց ամենահետաքրքիր, դիտարժան ու քննարկվող սերիաները դեռ առջևում են։ Vay anacığım, sen zaten son. Ne böyle çok kötüsün. Hayır. Ya Ceyhan amca. Yok, sayma sırtı kalmıyor. Ճանապարհին գլուխս պատտվեց երևի ճշմարտ խնդիր է հեսա կանցնի։ Հիմա կբերում կչապեմ։ Պետք չի արի հեսա կանցնի։ Տեղեր գնի բանես։ Daha Gogo'yu özlemişler, yanlarına okuyor, ondan apran kimse. Գնա, դու գնա։ Չեղոց քեզ այս վիճակում թողնել։ Ես լավ եմ, դու գնա։ Ամեն ինքը մենակ չի, հանգիստ գնա։ Հրավում ուզեցիք։ Դամ ձեր քեզ։
Շատ եք ինձ հարցնում արդյոք Աննան հղի է, ինձ ուրախացել ոնց որ Աննան իսկապես հղի է։ Այս հարցին պատասխանեցի։ Ինչ վերաբերում է Հենրին եւ Անգելինային, շատ եք հարցնում, արդյոք Անգելինան լքելու է հանրապետությունը։ Լքելու է։ Հենրից գնալու է։ Ինչ է անելու Հենրին, նայեք կիմանաք։